Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը տևական հեռախոսազրույցներ է ունեցել Կենտրոնական Ասիայի առանցքային երկու պետությունների ղեկավարների Ղազախստանի նախագահ Տոկաևի եւ Ուզբեկստանի նախագահ Միրզոևի հետ։ Նախագահը նրանց հրավիրել է Միացյալ Նահանգներում հաջորդ տարի կայանալիք մեծ 20-յակի գագաթնաժողովին։ Հիրավի սա Վաշինգտոնի ցուցադրական մուտքն է Կենտրոնական Ասիա, Չինաստանի աճող ճնշման ֆոնին շրջանցելով Ռուսաստանը։ Ռեգիոնը այլևս ետնաբեմ չէ։ Այս տարածաշրջանը Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան որպես մեկ ամբողջական, քաղաքական, տնտեսական ռեգիոն դառնում է կարևոր խաղացող։ Անցյալ ամիս Սպիտակ տանը կայացավ Միացյալ Նահանգներ Կենտրոնական Ասիա գագաթնաժողովը եւ այս ամենը դառնում է մեկ շղթայի կարևոր օղակներից մեկը։ Այդ շղթայի մեր ամենակենտրոնական հանգույցը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն է օգոստոսի 8-ն է։ Օգոստոսի 8-ը ստեղծեց այն հիմքը, առանց որի միջին միջանցքի շուրջ գլոբալ այս շարժը չէր կարող տեղի ունենալ։ Ով ասում է օգոստոսի 8-ը ոչինչ է, թող հասկանա, որ դրա այլընտրանքը քաոսն է։ Օգոստոսի 8 նշանակում է կանխատեսելիություն, խաղի կանոններ եւ ամենակարևորը Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հստակ հենարան։ Դրա համար հիմա մեր խնդիրն է ամուր պահել օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները, դրանց շուրջ ստեղծել ներքին քաղաքական, հասարակական, պետական համերաշխություն եւ արագ փոխակերպել այս հնարավորությունը իրական ուժի, տնտեսության աճ, էներգետիկ անկախություն, տեխնոլոգիական ամրացում եւ պաշտպանունակ պետություն։